Ես կասեի չկա ավելի կարևոր բան այս երկրի վրա, Я скажу, нет ничего важнее здесь на земле, քան երկրպագել Աստծուն ու լինել նրա ներկայության нежели մեջ, поклоняться Господу и быть в Его присутствии. որովհետև ամեն բան կանցնի, Потому что все пройдет, բայց նա հավիտյան է, но Он вечный. ամեն, ամեն, ու Աստված արել է մեր կյանքերի մեջ И Бог сделал в нашей իր жизни բոլոր հրաշալի գործերը, все свои чудесные дела. փառք Աստծուն դրա համար, Слава Господу за это. եւ ակասեմ պատրաստ է նա էլ ավելին անի մեր И կյանքերի скажу, Он մեջ, готов более делать. իհարկե ամենահզոր հրաշքը այն է, Конечно, самое большое чудо то, որ նա մեզ կյանք է տվել что Он дал нам жизнь եւ ներել է մեր մեղքերը ու փրկել է մեզ, и простил нам наши грехи и спас нас. դրանից մեծ հրաշք չկա մեր կյանքի Нету մեջ, больше этого чуда. ամեն, ամեն, դրանից ավելի մեծ հրաշք չկա, Нету больше этого чуда. որ դու գիտես մի օր հայտնվելու ես Աստծո գահի առջև Что однажды ты понимаешь, что однажды окажешься пред престолом եւ Божьим. նայելու է քեզ եւ ասելու է քո մեղքերը ներված И են Он посмотрит на тебя и скажет, твои грехи եւ прощены. դու դատապարտված չես, И ты не осужден. չկա ավելի կարևոր բան այս И нету կյանքում, ничего более важного. ամեն, ամեն, ու Տերը И Господь մարդուն կանչում է, призывает человека, մաքրում է նրան, очищает человека. բայց նաև Но также իր գործն է սկսում անել իր Он начинает կյանքի մեջ, свою работу в его жизни. ամեն, եթե նայենք ամեն մեկիս սիրելներս, Если посмотрим на каждого из нас, возлюбленные, ամեն մեկիս կյանքի մեջ էլ Աստված ինչ որ բան է արել, в жизни каждого из нас Бог что-то делал. գիտես երբեմն ես մտածում եմ, Иногда я думаю, ոչ միայն իմ մասին ընդհանուր եմ մտածում, не о себе, но в целом я ասում думаю. եմ, եթե մարդիկ միայն լսեն ուսմունք, Я думаю, если люди только будут слушать учение, միայն լսեն լավ ճշմարտություններ, просто правильную истину, եւ хорошую, Աստծո գործը իրանց կյանքի մեջ չլինի, и не будет дела Божьего в их жизни, չտեսնեն, որ Աստված գործում է, не увидит, что Бог действует, չտեսնեն, որ այդ խոսքը գործում է, не увидит, что это слово действует. մարդու ինչին է պետք գալ, Зачем человеку приходить? եկեք մարդկորեն եմ ասում մի քիչ, Я говорю по-человечески, բայց իրականությունը այդպես է, но реальность такова, որ Աստված հզոր գործեր արել մեր կյանքի что մեջ, Бог творил могущественные дела в нашей ապացուցել է իր жизни. խոսքը, Он доказал свое слово. այո, մենք հավատացել ենք նրա խոսքին, Да, мы поверили Его слову. բայց եթե հավատանք նրա խոսքին ու չտեսնենք նրա գործերը, Но если будем верить в Его слово и не будем видеть Его дел, մենք կհոգնենք հավատքից, мы устанем от веры. դրա համար մեր Աստված, Поэтому наш Бог, մեր երկրային հայրը, наш Небесный Отец, ամեն անգամ էլ ապացուցում է մեր Он կյանքի каждый մեջ, раз доказывает եւ нашей жизни նորանոր բաներ անում и մեր կյանքի творит մեջ, новое и новое. եւ ես քեզ կասեմ, И скажу тебе, ոչ միայն Աստծո խոսքն է մեզ հավաքում այստեղ, не слово только Божие нас собирает այլ здесь, այստեղ նստած են մարդիկ, но здесь сидят люди, ում կյանքի մեջ այդ Աստված գործ է արել, в жизни которых этот Бог действовал, ում սրտի մեջ Աստված գործ է արել, в чьем сердце Господь դուք действовал. նկատել եք, որ ինչ որ մարդու եթե դու Աստծո խոսքը խոսես, Ты замечал, что если кому-то ты говоришь Слово Божье, ինչքան էլ դու նրան ապացուցես, сколько бы ты ему не доказывал, ինչքան էլ նրան ճշմարտությունը ասես, сколько бы ты ему не говорил истины, մինչև որ Աստված նրա սրտի մեջ չգործի, նա չի գալիս Աստծուն, пока Господь в его сердце не будет действовать, он не Սիրելիս, եթե придет к դու Богу. այստեղ ես, Если ты здесь, դա возлюбленный, նշանակում Աստված քո մեջ գործել է, это означает, что Бог в тебе եւ действует. մենք լավ գիտենք, И мы знаем ոչ միայն хорошо, Աստված մեր սրտերի մեջ է գործել, что Бог не только в нашем сердце действовал, որը ամենակարևորն է, что самое главное, բայց նաև նա մեծ գործեր արել մեր կյանքի մեջ, но также Он большие дела делал в нашей жизни. ուզում եմ քեզ ասեմ դեռ էլի է անելու, И скажу тебе, Он еще будет делать. ամեն, ամեն, ես դրա մասին չեմ հիմա քարոզելու, Я не буду об этом сейчас բայց ուզում проповедовать, եմ քեզ ասեմ, но хочу тебе сказать. որ իհարկե այդ գործերով չի, այդ գործերը չեն պատճառը, որ մենք Տիրոջ հետևից գնում ենք, И, конечно, не эти дела причина, что мы следуем за բայց Господом, դա մեկը անում է մեր կյանքի но Он մեջ, все равно делает в нашей жизни. գիտես դա ինչի է նման, Знаешь, на что это որ похоже? երբ որ ինչ որ քո հարազատ մարդ Когда какой-то родной тебе человек քեզ համար լավ բաներ է անում, делает для тебя что-то хорошее, եւ դու էլ իր համար ես անում, а ты для него. դուք արդեն հարազատ եք, Вы уже родные друг այդ другу. լավ գործերով չի որ դուք հարազատ եք, И не этими хорошими делами вы родные. բայց երբ որ դուք лав գործեր եք իրար համար Но անում, когда вы друг для друга делаете хорошие дела, դա ավելի է ձեզ իրար հետ մտերմացնում, это более вас сближает. ավելի է ավելացնում սերը ձեր մեջ, Больше любви вкладывает в вас. ոչ թե դուք առանց դրա չեք սիրում իրար, Это не так, что без этого вы не любили друг друга. բայց երբ որ դա արվում է, Но когда это делается, դա ինքնստինքյան բերում է մի նոր ձևի սեր, это само собой приносит новую любовь. ամեն, ամեն, այդպես չի,
Разве это не так? Դա այդպես է։ Это так. Նույն ձևով մեր երկնային Հայրը Также и наш Небесный Отец. նա արդեն սիրել է մեզ։ Он уже полюбил Մենք нас. արդեն ընտրել ենք նրան, Мы уже его избрали. բայց նա ուզում է էլի գործեր անի մեզ համար։ Но он хочет еще дела делать для нас. Եվ մենք էլ ավելի ենք մոտենալու նրան։ И мы к нему еще более приблизимся. Ամեն մեկս բնական ձևով նայենք մեր կյանքին։ Давайте каждый из нас пусть посмотрит естественным образом на свою жизнь. Չէ՞ որ երբ որ Աստված սիրելիս քո կյանքի մեջ ինչ որ մի բան է անում, Ведь когда возлюбленный в твоей жизни Бог что-то делает, քո հավատքն է բարձրանում։ твоя вера, она Քո поднимается. ջերմեռանդությունն է գալիս։ И твоя страсть, она Դու ավելի приходит. շատ ես уզում Աստծո հետևից Ты գնալ։ больше хочешь следовать за Богом. Գիտես, պատկերացա այսօր առավոտյան Աստված քեզ համար հրաշք արել։ Представь, Бог с утра для тебя чудо сделал. Ինչի պատկերացրա, կարող է ինչ-որ մեկի համար արդեն արել А почему առավոտյան։ представить, может быть, для кого-то Бог уже сделал? Ես քեզ կասեմ, Я скажу, այդպիսի մարդը такой մի человек, նոր ձևով է գալիս Աստծոն փառաբան։ он по-новому приходит прославлять Бога. Այդպես չի։ Это разве не Եվ ես так? դրա մասին եմ ասում։ Я об этом говорю. Ես չեմ ասում նրա մասին, որ Աստված մի բան անի, որ իր հետևից գնանք։ Я не говорю о том, что Бог что-то должен делать, чтобы мы тогда следовали за Ним. Չէ, ես այդ ձևի բաների մասին չեմ խոսում։ Я не говорю о таких вещах. Մենք Աստծո սերը Мы любовь Божью, արդեն վերապրել ենք մեր կյանքի мы մեջ։ уже переживаем в своей Բայց жизни. ամեն անգամ, երբ որ նա ինչ-որ բան անում մեր Но կյանքի каждый մեջ, раз, когда Он что-то творит в нашей մենք մի жизни, նոր ձևով ենք վերապրում այդ мы սերը։ по-новому переживаем эту любовь. Ամեն։ 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 Եվ այսօր ուզում եմ մի պատմություն վերցնեմ И ավետարանից, хочу сегодня взять одну историю из Библии, որը 3 ավետարաններում գրված է։ которая в 3 Евангелиях написана. Մատթեոս, Մարկոս եւ Ղուկասում։ В Матфея, Марка и Луке. Դե Հովանեսը միշտ իրան առանձին էր պահում։ Иоанн, он всегда себя отдельно Այդ ուրիշ պատմություն։ отделял себя. Это другая уже Ես история. չգիտեմ Հովանեսը ինչու չի գրել այդ Я не знаю, պատմությունը։ почему Иоанн эту историю не Բայց Մատթեոս написал. 26-ից կարդամ Но սկզբից։ прочитай Евангелие от Матфея 26 Եկեք նայենք глава. այս պատմությունը սիրելիներս։ Давайте посмотрим на эту историю. Մատթեոս 26-րդ գլուխ Евангелие от Матфея 26 глава. 6-ից 11-ը կկարդամ։ 6 по 11 стихи. Եվ երբ որ Հիսուսը Բեթանիա էր Սիմոն Բորոտի տանը, նրա մոտ մի կին եկավ, որ մի շիշ ծանրագին յուղ ուներ եւ նրա գլխի վրա թափեց, երբ որ նա սեղան էր նստած։ Когда же Иисус был в Вифании, в доме Симона Прокаженного, приступила к нему женщина с алавастровым сосудом мира драгоценного и возливала ему, возлежащему на голову. Նրա աշակերտներն էլ տեսնելով նեղացան եւ ասեցին. Ինչու եղավ այդ կորուստը։ Увидев это, ученики его вознегодовали и говорили, к чему такая трата? Ռուսերենում գրված է բարկացան դաժե։ Լավ։ В русском переводе написано, что вознегодовали. В армянском написано обиделись։ В армянском обиделись. Որովհետև կարող էր այդ յուղը շատի ծախվել եւ աղքատներին տրվել։ Ибо можно было бы продать это мир за большую цену и дать нищим. Հիսուսն էլ իմանալով ասեց նրանց. Ինչու եք այդ կնոջը նեղություն տալիս, որ դա մի բարի բան գործեց ինձ վրա։ Но Иисус, уразумев сие, сказал им, что смущаете женщину? Она доброе дело сделала для меня. Որովհետև աղքատներն ամեն ժամանակ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չունեք։ Ибо нищих всегда имеете с собою, а меня не всегда имеете. Ամեն։ Аминь. Աստծո խոսքն ասում է, Слово Божие говорит, որ Հիսուսը գնացել էր Սիմոն Բորոտի տուն։ что Иисус пошел в дом Симона Прокаженного. Գիտես իրականում Սիմոնը Բորոտ եղել էր, նա արդեն բժշկվել էր։ И в действительности Симон был до этого прокаженным и уже исцелился. Որովհետև եթե նա Բորոտ լիներ, նրա այդ ոչ ոք իրավունք չուներ շփվելու։ Потому что если бы он оставался прокаженным, никто и не имел права с ним общаться. Եվ նա բժշկվել էր։ И он уже исцелился. Եվ այդ հիվանդությունը միայն Հիսուսը կարող էր И բժշկել։ эту болезнь только Иисус мог исцелить. Հալելույա։ Հիսուսը բոլոր հիվանդությունները կարող է Иисус может բժշկել։ исцелить любую болезнь. Եվ դրա համար Սիմոնը Поэтому Симон որոշել էր Հիսուսին պատիվ տա։ решил почтить Иисуса, Կերակրի նրան, накормить Иисуса, հյուրասիրի նրան։ угостить Եվ Иисуса. կանչում է իր տուն, И он призывает в свой дом, եւ գալիս են եւ այդ պահին и приходит в этот момент մի կին одна женщина գալիս է եւ Приходит թանկագին յուղը и берет драгоценное լցնում է мира, Հիսուսի гլխին, изливает на голову Иисуса նրա ոտքերին էլ է и լցնում։ на ноги ему. Մենք ուրիշ ավետարաններից Другом- տեսնում ենք դա։ В другом Евангелии об этом тоже Եվ говорится. այդքան մարդը նայում է։ И столько людей смотрит. Եվ այդ կինը И эта женщина, ոչ ոքի կարծիքը հաշվի չի առնում,
не считается ни с чем мнение. Եվ նրան հետաքրքիր է միայն Հիսուսը։ Ей интересен только Иисус. Նրան հետաքրքիր է միայն Հիսուսը։ Ей интересен только Եվ նա Иисус. լացում է եւ իր մազերով սրբում է Հիսուսի ոտքերը։ И она плачет и стирает своими волосами ноги Иисусу. Եվ գրված է, И որ написано, Հիսուսի աշակերտները что ученики Иисуса, նեղացան։ они обиделись. Ասեցին էս յուղը թանկ կծախվեր։ И говорили, вот этот елей, он же мог задорого могли продать. Իրեք շատերը ասում են աշակերտները իրենց բիզնեսները թողեցին, գնացին Հիսուսի հետևից։ Многие говорят, что ученики оставили свой бизнес, последовали за Иисусом. Ես ես կասեմ, իրանք դեռ բիզնեսմեն էլ մնացել էին։ Я скажу, они еще остались бизнесменами. Արդեն հաշվարկել էին այդ յուղը ինչքանով կծախվի։ Они уже посчитали, за сколько могли этот елей продать. Այն մյուս мира. ավետարանում ասվում է, որ 300 դահեկանի կծախվեր։ И в другом Евангелии говорится, что за 300 динариев могли Արդեն продать. հաշվել էին, քանի աղքատ կկերակրվեր, Они уже посчитали, сколько нищих могли накормить, քանի բոմժերի կկերակրեին իրանք։ сколько бомжей они могли накормить. Այդ բոլոր հաշվարկները միանգամից արեցին։ Они сразу сделали все эти расчеты. Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, Но знаете, что интересно? որ այդ պահին Что в этот момент իրենց հաշվարկները ավելի կարևոր էին, քան Հիսուսը։ их расчеты были важнее, чем Иисус. Իրանց համար, Для них իրանց այդ мտածածը то, что они думали, ավելի կարևոր էր, քան оно было Հիսուսը։ важнее, нежели Иисус. Ինչպես կարելի է նեղանալ, Как можно обидеться, երբ որ մեկը Հիսուսի համար շատ է ուզում զոհաբերի։ если кто-то для Иисуса хочет много пожертвовать? Ինչպես կարելի է նեղանալ, երբ որ մեկը Հիսուսին ուզում է գժի պես երկրպագի։ Как можно обидеться, если кто-то как безумный хочет поклоняться Иисусу? Այս ասես բարձր ամեն ասում։ Почему этот брат так громко говорит «Аминь»? Լավ է անում։ Хорошо Հո делает. ինչ չի ասում, Հիսուսին է ասում։ Он же не мне говорит, а Иисусу. Հո քեզ չի ասում, Он же не Հիսուսին է тебе ասում։ говорит, а Иисусу говорит. Էս ինչու է այս եղբայրը բարձր աղոթում։ Почему этот брат так громко Էս молится? ինչու է այս քույրիկը սենց երկրպագում։ Почему эта сестра так Դու поклоняется? որ իմանաս թե Աստված ինչեր արել իր կյանքի մեջ, դու իրանից բարձր կգորաս սիրելի։ Если бы ты знал, что Бог делал в его жизни, ты бы громче него или ее кричал. Ամեն։ Аминь. Ամեն։ Ես չեմ ասում, не говорю- արհեստական ինչ որ բաներ անենք Делать այստեղ։ что-то искусственное Չէ, здесь. այն ինչ որ սրտիցը տասիրելի։ Нет, но то, что из сердца твоего, Ոչ ոքի կարծիքը հաշվի չառնես։ никогда не считайся чьим-либо мнением. Երկրպագիր քո Տիրոջ։ Поклоняйся своему Господу. Եվ նրան համար ամեն ինչ արա ինչ որ կարող ես։ И делай для него все то, что ты можешь делать. Ամեն։ Գիտես Ամեն։ ովքեր են մտածում, Знаете, кто думает? ովքեր հաշվարկների մեջ են։ Кто в расчетах? Հիսուսի հետ էին իրանք։ Они были с Иисусом. Աշակերտներն էին, Ученики. բայց Հիսուսը Но Иисус այնքան սովորական էր դարձել նրանց համար, только стал простым для них, որ իրանց համար իրանց հաշվարկները ավելի կարևոր էին, քան Հիսուսը։ что для них их расчеты были важнее Иисуса. Ուզում եմ քեզ ասեմ Хочу սիրելիս, сказать тебе, возлюбленный, երբեք ու երբեք никогда и никогда թույլ չտանք, не позволим, որ մեր հաշվարկները, чтобы наши որ расчеты, մեր վերլուծությունները, наше рассуждение, որ մեր քննարկումները ինչ որ բաների наше обсуждение каких-то вещей ճիշտ անում, սխալ անում, делает правильно, թույլ չտան, неправильно. որ դա առավել լինի, քան Հիսուսը։ Не будем позволять, чтобы это было важнее, нежели Иисус. Մեզ համար։ Для нас. Ամեն։ Для нас. Գիտես ովքեր են Ամեն։ քննում։ Знаете, кто Ում исследует? համար սովորական է Հիսուսը։ Для кого Иисус, он обычный? Ում համար սովորական է ծառայությունը։ Для кого просто обычными явлениями является Ում համար служение? սովորական է եկեղեցին։ Для кого церковь это обычное явление? Բայց նա ում համար Հիսուսն է Но ամենակարևորը։ тот, для кого Иисус самый главный, Ինքը գալիս է, он приходит, ինքը բոլորին տեսնում он է, всех видит, բայց իր սրտի ուշադրությունը Հիսուսի վրա но է։ внимание сердца его на Иисусе. Իր ուշադրությունը Հիսուսի արածների, խոսացածների վրա է։ Его внимание на том, что говорил и делал Иисус. Եվ նա երբեք И он никогда ինչ որ մեկին никого չի քննում, не исследует, ով ճիշտ արեց, ով սխալ кто արեց։ сделал правильно или неправильно. Ամեն։ Ամեն։ Аминь. Հիսուսը թող սովորական չդառնա մեզ համար։ Пусть Иисус не станет обычным для нас. Ամեն։ Հիսուսը Иисус այդ կնոջ համար для этой женщины արժանի էր был достоин, ամենաթանկ բանի։ удостоился самого драгоценного. Այդ կնոջ համար Для этой իր женщины ինքնասիրությունը ее чувство собственного достоинства, Հիսուսի ոտքերի տակ էր։ оно было у ног Иисуса. Ես իմ ինքնասիրությունով Я со своим
достоинства. Դու քեզ պաշտպանես, Հիսուսը քեզ չի պաշտպանելու։ Если ты себя будешь защищать, Иисус не будет тебя защищать. Քո ինքնասիրությունը Հիսուսի ոտքերի առաջ գցում ես ու տեսնում ես, որ Հիսուսը պաշտպանում է քեզ։ Твое достоинство, самолюбие ты кладешь перед ногами Иисуса, и ты видишь, Он тебя защищает. Ամեն։ Ամեն։ Ամեն դրա համար Поэтому քրիստոնեությունը դա ապացուցելու բան չի։ христианство это не то, что нужно доказывать. Սիրելիս երբեք ոչ մեկի բան մի ապացուցի։ Возлюбленный, никому никогда ничего не доказывай. Թող բոլորը ուղակի Հիսուսին տեսնեն քո կյանքի Пусть մեջ։ просто Иисуса увидит все в твоей Եվ жизни. տեսնեն թե դու ոնց ես երկրպագում И Հիսուսին։ увидят, как ты поклоняешься Եվ տեսնեն Иисусу. թե դու ոնց ես նվիրված Հիսուսին։ И как ты отдаешь себя Иисусу, Եվ նա посвящаешь քո себя. տեղը կկանգնի։ И Он станет за тебя. Օ, դու չգիտես ինչ ա լինում իմ կյանքի Ты не մեջ։ знаешь, что в моей жизни происходит. Սա ինչեր են արել իմ կյանքի մեջ։ Это, что делали в моей жизни. Սիրելիս, համաձայն եմ, ինձ հեշտ է խոսել քո տեղը։ Да, я согласен, мне легко за тебя Բայց ես քեզ говорить. ճշմարտությունն Но я եմ тебе ասում։ скажу истину. Հիսուսը կարող է քեզ համար կանգնել։ Иисус может стоять за тебя. Եվ Հիսուսը կարող է քեզ պաշտպանել։ И Иисус может тебя защитить. Հիսուսը չպաշտպանեց այդ աշակերտներին։ Иисус, Он не защищал Հիսուսը учеников. պաշտպանեց այդ Иисус կնոջը женщину эту защитил. եւ ասեց. И сказал, Այս կինը բարի բան անում։ эта женщина делает доброе дело. Ամեն։ Аминь. Հիսուսի համար Для Иисуса ավելի կարևոր է важнее մեր վերաբերմունքը Իրան, наше отношение к Нему, քան թե մեր ճիշտ մտածելակերպը։ нежели наше правильное мышление. Բարի բան էին մտածում աշակերտները։ Ученики думали о добром, Աղքատներին կերակրենք։ накормить нищих. Հիսուսն էլ ասում էր. А Иисус говорит, Լսեք, слушайте, եթե ես ձեզ համար կարևոր չեմ, если я для вас не важен, ձեր բարի գործերը ոչ մեկի պետք չեն։ ваши добрые дела никому не нужны. Ձեր լավ լինելը, Ваше որ դուք լավն состояние, եք, чтобы որ вы լավ хорошие, մտածելակերպ ունեք, у вас правильное мышление, անգամ եթե լավ ծառայողներ даже եք если вы хорошие служители եւ մտածում եք ինչ որ լավ բաներ и անեք, думаете что-то хорошее դա сделать, ոչինչ է, եթե Հիսուսին չի երկրպագենք սիրելներ։ это ничто, если мы не будем поклоняться Иисусу. Եթե նրա համար Если для Него ամենաթանկը չտանք։ мы не дадим самое драгоценное. Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ И знаете, что Որ նրանք интересно? տեսել էին Հիսուսի հրաշքները։ Что они видели чудеса Иисуса. Որքան էլ շատ տեսած լինես Հիսուսի И հրաշքները, сколько бы ты не видел чудес от Иисуса, թող Пусть- Հիսուսն ու այդ հրաշքները пусть и Иисус и эти чудеса քեզ համար սովորական չդառնան։ не станут для тебя обычными. Գիտեք, ցավոք սրտի տեսել ենք մարդիկ, К сожалению, наверное, вы видели людей, ովքեր գերբնական ձևով ազատագրվել են, բժշկվել են, которые сверхъестественным образом освобождались, կամ исцелялись. Աստված գերբնական ձևով ինչ որ գործ արեր իր Или կյանքի Бог մեջ։ что-то сверхъестественным образом сделал в их жизни. Մի առ ժամանակ հետո տեսնում ես այդ մարդու համար այնքան сովորական է դա, И через некоторое время ты видишь, для этого человека настолько обычным որ ինքը չի էլ является, հիշում դա։ что он даже этого не помнит. Գիտես, երբ որ ծնողը երեխայի համար անում է, И когда родитель делает для ребенка, ինչից ելնելով անում։ исходя из чего делает? Սիրուց ելնելով։ Исходя из любви. Բայց միթե նորմալ է, երբ որ ծնողը երեխայի համար անում է կամ ինչ որ նրա համար խանութից ինչ որ բան է գնում, Разве это нормально, когда родитель что-то делает для ребенка или покупает что-то из магазина, եւ երեխան и ребенок նայում է այնպես ինչպես թե ինչ ես արևոր։ и смотрит так, ну, как будто что ты сделал вообще? Որ ծնողին է դա դուր գալիս։ Какому родителю это нравится? Կամ սովորական բան է։ Или это что-то обычное? Ես մի անգամ Հայաստանում այդպեսի տեսարան տեսել եմ։ Однажды я в Армении увидел Գիտես, такую երեխան картину. ստիպեց, որ իր papan այդ խաղալիքը առնի։ Ребенок заставил, чтобы отец купил эту игрушку. Եվ մաման էլ համոզեց papayin։ И мама еще уговорила отца. Մամաները լավ համոզում են, չէ՞, այդ Мамы հարցը։ хорошо в этом вопросе уговаривают. Եվ նա գնեց այդ խաղալիքը։ И он купил эту Ես игрушку. հիշում եմ մեծ խաղալիք էր։ Я помню, большая игрушка. Եվ նա И он, հետո դուրս եկան։ они потом вышли. Նրանք ուրախացել են, որ երեխայի համար գնել են։ И они радовались, что купили для Papan էլ է ребенка. ուրախացել։ И папа радовался. Ուղղակի papan ինչ որ բանի համար ջղայնացել էր, բարկացել Просто էր папа за что-то երեխային։ был зол на ребенка. Նրանք ուրախացել են։ И они обрадовались. Իսկ երեխան գիտես ոնց էր ման А գալիս։ знаете, как ребенок ходил? Կարծես թե ասեր. Как будто он хотел сказать: Հիմա գնում ենք ուրիշ խանութ մի բան էլ առնեք ինձ համար։ теперь мы идем в другой магазин, еще кое-что Մի покупать 6 для меня. տարեկան երեխա էր։ Примерно 6 лет ребенку. Գիտես այնքան տհաճ տեսարան էր դա։ И настолько это неприятная Եվ картина. ես մտածում եմ, И я думаю, որ լինում է որ քրիստոնյաները այդպես վարվում են երկնային հոր հետ, бывает так, что и христиане так могут обращаться с Небесным Отцом. որ իբր թե նա պարտական էր որ դա անի։ Как будто он был
обязан это делать. Չեն ասում որ պարտական էր։ Не говорят, что он Բայց обязан. այնպես է մոռացվում նրա արած գործերը, Но так забывается то, что он делал, որ այնպես են իրանց պահում, так себя ведут. որ մենք հիմա կորոշենք ով է ճիշտ ով է սխալ։ Сейчас мы решим, кто прав, а кто нет. Սիրելիս, նայի Հիսուսին Возлюбленный, смотри на Иисуса եւ նայի նրա արած գործերին քո կյանքի и մեջ։ смотри на те дела, которые Он совершил для твоей Եվ դու жизни. կտեսնես, И ты увидишь, որ դու միայն что ты только նրան ես ուզում երկրպագել, Ему хочешь поклоняться, նրան բարձրացնել քո կյանքի մեջ Его возвышать в своей եւ жизни նրա համար գործել։ и для Него что-то делать. Հիմա այս պատմության մեջ И в этой же истории ինձ հետաքրքիր էր, мне интересно, թե այս տան տերը ոնց է վերաբերվում как относится ко всему этому хозяин дома, այդ կատարված դեպքին։ к этой ситуации. Իր տունն էր Это его дом, ու իր տանը ինչ որ բան է կատարում։ и в его доме что-то Եկեք происходит. նայենք Ղուկաս 7-րդ գլուխ։ Евангелие от Луки, 7 глава, посмотрим. Եվ ես Ղուկաս 7-րդ գլխում տեսա, թե Սիմոն Բորոտը ինչպես էր իրան պահում։ И я посмотрел в Луке 7 главе, как Симон себя вел, прокаженный Ղուկաս Симон. 7:36։ 7 глава, 36 стих. Փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան իմիջալոց նա փարիսեցի էր։ Между прочим, он был фарисеем, Симон. Փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ հաց ուտեր իր հետ եւ նա մտավ փարիսեցի տունը սեղան նստեց։ Некто из фарисеев просил его вкусить с ним пищи, и он, войдя в дом фарисея, возлег. Սա այդ նույն պատմությունն է։ Это та же история. Եվ ահա այն քաղաքում մի կին կար, որը մեղավոր էր, երբ որ իմացավ, թե նա փարիսեցի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ յուղ բերավ։ И вот женщина того города, которая была грешницей, узнав, что он возлежит в доме фарисея, принесла алавастровый сосуд с миром. Եվ նրա ոտների մոտ նրա ետևից կանգնած լաց էր լինում եւ սկսեց արտասունքով նրա ոտները թրջել եւ իր գլխի մազերով սրբում էր եւ նրա ոտները համբուրում էր եւ յուղով օծում։ И, став позади у ног его и плача, начала обливать ноги его слезами и оттирать волосами головы своей, и целовала ноги его и мазала миром. Եվ տեսեք, եւ փարիսեցին էլ, որ նրան կանչել էր, երբ որ տեսավ, իր մտքում ասում էր. Սա եթե մի մարգարե, ապա կգիտենար, թե ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մոտենում է, որովհետեւ մեղավոր կին է դա։ Видя это, фарисей, пригласивший его, сказал сам себе: если бы он был пророк, то знал бы, кто и какая женщина прикасается к нему, ибо она грешница. Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու, նա էլ ասեց, ասա վարդապետ։ Обратившись к нему, Иисус сказал: Симон, я имею нечто сказать тебе. Он говорит: скажи, учитель. Հիմա մինչև կշարունակեմ։ И теперь, пока я продолжу, Եկեք նայենք այս Սիմոնի վերաբերմունքը։ давайте посмотрим отношение Симона. Մի մարդ, Человек, որին Հիսուսը անբուժելի հիվանդությունից բժշկել է, которого Иисус исцелил от неизлечимой болезни, եւ որը հրավիրել է Հիսուսին պատիվ տա, и который пригласил Иисуса, чтобы его угостить. եւ հանկարծ մի բան է կատարվում, И происходит что-то, որ մի մեղավոր կին գալիս է, приходит одна женщина, грешница, եւ նա արդեն մոռանում է, որ ինքը կարիք ուներ Հիսուսի եւ Հիսուսը իրան բժշկել է, ուշադրությունը դարձնում է այդ կանոջ վրա։ и он уже забывает, что он нуждается в Иисусе, так как Иисус его исцелил, и он внимание направляет на Գիտես, эту այս женщину. Սիմոն Փարիսեցուն ուզում եմ ասեմ, Я хочу сказать Симону фарисею: Սիմոն, քո ինչ գործն է։ Симон, какое тебе дело? Փոխանակ փառք տաս Հիսուսին, որ դու բժշկված ես։ Вместо того, чтобы прославить Иисуса за то, что ты исцелен, Փոխանակ փառք տաս Հիսուսին, որ ինքը հզոր գործ արի կյանքիդ մեջ։ вместо того, чтобы прославить Иисуса за то, что Он сделал могущественное дело в твоей жизни, Դու մի բան էլ քեզ արդար ես համարում, այդ կնոջն էլ մեղավոր ես համարում։ ты себя еще считаешь праведным, а эту женщину грешницей. Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, Хочу тебе сказать, возлюбленный, ինչքան էլ ուրիշները սխալներ անեն, насколько бы другие не ошибались, դա իմ ու քո գործը չի։ это не мое и твое Իմ дело. ու քո գործը գիտես որն է։ Знаешь, в чем мое и твое дело? Նայենք, Смотреть, տեսնենք, որ Հիսուսն էլ նրանց մեղքից կազատի։ увидеть, что Նրանց и էլ их մեղքից Иисус կա- может освободить. Նրանց էլ կազատի И մեղքից։ их освободит от Գիտես ով греха. այդպես նայում, Кто так смотрит? ով որ գիտակցում է թե Հիսուսը ինչ արել իր կյանքի Кто համար։ осознает, что Иисус сделал для его Նա жизни. երբեք ուրիշին չի Он դատապարտում։ никогда другого не Նա осуждает. երբեք ուրիշին թարս աչքով չի նայում։ Он не смотрит на других неправильным Նա взглядом, երբեք кривым. ուրիշին
ուրիշից բարձր իրան չի Он համարում։ себя не считает важнее Նա других. երբեք ճիշտ ու սխալ չի որոշում։ Он никогда не решает, кто прав, а Նա кто нет. միայն մտածում է. Он только думает: Հիսուս իմ կյանքի մեջ արել ես, Иисус, ты в моей жизни делал, իր կյանքի մեջ էլ կարող и ես в անել։ его жизни можешь. Խնդրում եմ արա դա։ Прошу, сделай это. Ոչ թե ասում է, А не говорит. այսինքն չասես, մտածեց, И то, что он сказал, он подумал, եթե մարգար է, հա։ если он пророк. Արդեն մոռացել է, որ այդ իր կասկածած մարգարեն իրան բժշկել է։ Он уже забыл, что пророк, в котором он сомневается, его исцелил. Եթե մարգար է, Если он пророк. այդ բժշկելուց հաստատ մարգար էր, հա։ То есть, когда он исцелял, он был точно пророком. Իսկ հիմա կասկածելի է։ А теперь уже под сомнением. Ինչա թե դու մտածում ես, որ այդպես պետք է լիներ։ Просто ты думаешь, что так должно было быть. Եվ Հիսուսը И Иисус, մտքերը տեսնում է։ он видит мысли. Դուք տեսնում եք, որ Սիմոնը չխոսաց։ Видит, что Симон не говорил. Նա Он մտածեց։ подумал. Հիսուսն էլ իրան ասեց. А Иисус сказал ему: Ես տեսնում եմ քո մտքերը։ я вижу твои мысли. Փառք Հիսուսին։ Слава Ես Иисусу. մարդ կա վախենում է, որ Հիսուսը իր մտքերը տեսնի։ Մարդ կա ուրախանում է, որ Есть люди, Հիսուսը իր которые մտքերը боятся, что տեսնի։ Иисус видит их мысли, а есть люди, которые радуются. Ես ասում եմ, մարդ լինեմ, որ ուրախանա, որ ինքը իմ мտքերը տեսնի։ Я хочу быть человеком, который радуется, что знает, что Иисус видит мои мысли. Բայց ես քեզ կասեմ, Но скажу тебе, նա որ ուզում է իրան արդար ձևացնի, тот, кто хочет себя считать праведным, նա երբեք չի ուզենա, որ Հիսուսը իր մտքերը տեսնի։ он никогда не захочет, чтобы Иисус увидел его мысли. Կամ Աստծո հոգով ծառայողները нրա մտքերը տեսնեն։ Или чтобы те люди, которые служат Духом Божьим, Կամ видели его мысли. հանկարծ մի մարգարե իր համար աղոթի։ Или чтобы кто-либо из пророков за него помолился. Ոչ սիրելիներս։ Нет, возлюбленные. Հիսուս ուզում է անգամ մեր սխալները տեսնի ու մաքրի մեզ։ Иисус хочет, даже увидев наши ошибки, нас очистить. Հիսուսը չի ուզում տեսնի թաքնված տաղանդներ։ Иисус не хочет видеть скрытых талантов, в кавычках. Շագերտների մեջ։ Հիսուս ուզում է པարզ մարդիկ տեսնի։ Иисус хочет увидеть открытых Լավ, людей. ոնց որ արդեն ուրիշ бан եմ կարոզում։ Я немножко о другом уже начал Հետ գանք говорить. էս պատմությանը։ Вернемся к этой Եվ истории. Հիսուսը նրան ասեց, Иисус сказал ему: որ հիմա ես քեզ մի բան եմ ասելու Սիմոն։ я тебе сейчас скажу кое-что, Симон. Եվ մի առակ պատմեց։ И рассказал ему одну Ասում притчу. մի մարդու երկու հոգի պարտք էին։ Говорит, одному человеку двое должны были. Մեկը 5 դահեկան, мեկը 50 дահեկան։ Один 5 динариев, другой 50. Հիմա երկուսին էլ նա ներեց։ И обоих он простил. Ասեց Սիմոն, И говорит: Симон, ո՞նց ես մտածում։ как думаешь, Նրանցից ո՞ր մեկը ավելի շատ կսիրի։ кто из них больше будет любить? Սիմոնը իմաստուն ասեց, Симон мудро сказал: գրված այդպես է։ Կարծում եմ Думаю. նա ում որ 50-ը ներվեց։ думаю, того, кому было прощено 50 динариев. Կարծում եմ, Я думаю. ինքը կարծում էր։ То есть он думал. Հիսուսն ասեց ճիշտ ես ասում։ Иисус говорит: ты правильно говоришь. Ես եկա քո տուն, Я пришел в дом твой. դու իմ գլխին յուղ չլցրեցիր։ Ты мне на голову елея не вылил. Բայց ինչ մտել եմ քո տուն, Но как я вошел в дом твой, այս կինը эта իմ женщина, գլխին էլ ալցրել յուղ։ она и на голову мне Им ոտքին էլ возлила, ալացրել и յուղ։ на ноги. Իր արցունքներով էլ իմ ոտքերը թրջում է, մազերով սրբում է։ Слезами своими она омывает мои ноги и волосами Ու оттирает. չի դադարում իմ ոտքերը պաչել։ И не перестает целовать ног моих. Իմիջայլոց ասեմ, Скажу, между прочим, միայն Հիսուսն է արժանի, только Иисус достоин, որ նրա ձեռքը պաչես чтобы его руку целовал եւ նրա ոտքը պաչես։ и чтобы его ноги целовал. Ոչ մի ուրիշ մարդ արժանի չի, որ նրա ձեռքը պաչես։ Никакой другой человек не достоин, чтобы его руку целовать. Ամեն։ Аминь. Ամեն։ Իհարկե եղել է, Да, конечно, было. անկեղծ մարդիկ ուզեցել են իմ ձեռքը գամ պաչեն։ Были искренние люди, которые хотели мою руку поцеловать. Ես հասկանում եմ, իրանք շատ անկեղծ մտածել են, որ դա անեն։ Я понимаю, что они очень искренне хотели это сделать. Բայց ես միայն Հիսուսն է արժանի, Но возлюбленный только Иисус որ նրա достоин, ձեռքը պաչեն чтобы его руку եւ целовали նրա ոտքերն է и պաչեն։ его ноги целовали. Ամեն։ Аминь. Այդ կինը Эта женщина, այնքան խորը երկրպագության մեջ էր, она в таком глубоком поклонении որ была, Հիսուսի ոտքերն էր համբուրում։ что она целовала ноги Иисусу. Հիսուսի ոտքերը համբուրելով չէր դադարում։ И она не переставала целовать ноги Եվ Иисуса. նրան ոչ ոք հետաքրքիր չէր։ И никто ей не был интересен. Ով արդար, ով չի արդար։ Кто праведен, кто Ով нет. է ծառայում Տիրոջը, ով չի ծառայում Кто служит Տիրոջը։ Господу, кто нет. Ով է ճիշտ ծառայում, ով է սխալ Кто ծառայում։ правильно служит, а кто нет. Ոչ։ Нет. Նա Հիսուսի կարիքն ուներ միայն։ Она нуждалась только в Иисусе.
Եվ տեսեք Հիսուսը ինչ է ասում։ И что говорит Иисус? Լավ 45-ից կարդամ։ 45 стиха буду Դու ինձ читать. համբույր չես տվել, իսկ սա, քանի որ այստեղ եմ մտել, ոտներս համբուրելուց չդադարեց։ Ты целования мне не дал, а она с тех пор, как я пришел, не перестает целовать у меня ноги. Դու յուղով չոցեցիր իմ գլուխը, սա անուշահոտ յուղով օծեց իմ ոտներն էլ։ Ты головы мне маслом не помазал, а она миром помазала мне ноги. Դրա համար ասում եմ քեզ, սրա շատ մեղքերը իրան թողված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց որին որ քիչ կթողվի, նա քիչ կսիրի։ А потому сказываю тебе, прощаются грехи у многих за то, что она возлюбила много, а кому мало прощается, тот мало любит. Այսօրվա իմ падգամը կոչվում է ով շատ կսիրի։ Моя проповедь сегодня называется «Кто много любит?». Այսօրվա իմ խոսքն է ով շատ կսիրի։ Мое слово сегодня «Кто много любит?». Հիսուսը ասեց. Иисус сказал, Սիրում է շատ նա, любит больше тот, ով որ չի մոռանում, թե Հիսուսը իր կյանքում ինչ արել։ кто не забывает, что Иисус сделал в его жизни. Գիտես, երբ որ մարդուն ամեն ինչ լավ է լինում, Когда для человека все хорошо, եւ սերը սառում է իր սրտի մեջ, и любовь, она в его сердце остывает, եւ էլ չի ուզում նվիրվի и он Աստծուն, больше не хочет отдаваться էլ չի Богу, ուզում շատ բան անի и не Աստծուն։ хочет многого делать для Господа. Սիրելիս պատճառը նա է, Возлюбленная причина որ одна. սկսվում է այն բանից, Начинается с того, երբ որ մարդու համար когда для человека Հիսուսի արած գործերը իր կյանքում դառնում են սովորական։ дела, которые совершал Иисус, становятся обычными. Գիտես ով է շատ սիրում, Знаете, кто много любит? ով որ ամեն օր գիտակցում է, Кто каждый день осознает. Տերը ներել է իմ մեղքերը, Господь простил мои грехи. Տերը ինձ կյանք է տվել, Господь дал мне жизнь. Տերը ամեն ինչ արել է։ Господь все сделал. Ես ոչ մի բան չէի կարողանում Я անել։ ничего не мог. Հիմա նա ինձ բարձրացրել։ Но сейчас Он меня поднял. Ես քեզ փառք եմ տալիս։ Я тебе славу Եվ воздаю, նա мой ամեն Бог. օր И Он каждый պատրաստա день Տիրոջը երկրպագի։ готов Господа Եվ поклонять, մտածում прославлять. է, И որ думает, իր ամբողջ կյանքով պարտական է միայն Տիրոջը։ что всей своей жизнью только Богу Он обязан. Եվ գիտես, երբ որ դու քեզ պարտական ես И համարում, когда ты себя считаешь обязанным, եւ ասում ես Հիսուս ինչ անեմ քեզ и ты համար։ говоришь, Иисус, что я должен для тебя Հիսուսն сделать? ասում է. Иисус говорит, Սիրի ինձ։ люби меня. Չի ասում, «Էս բեր, Он говорит, принеси էս это, արա, сделай то, գնա այստեղ»։ сходи туда. Ասում է, «Սիրի Он ինձ»։ говорит, люби меня. Դուք նկատել եք սիրելնես։ Вы заметили, возлюбленные? Հիսուսը Иисус այդ փարիսեցուն фарисею, ասում է, он говорит, ասում է, ես մտա քո տուն, он говорит, я вошел в твой дом, դու անգամ գլխից յուղ չես ածել։ ты даже мне мира не излил на голову. Այսինքն Հիսուսը դա սպասում էր։ То есть Иисус этого ожидал. Հիսուսը դա սպասում էր։ Иисус этого ожидал. Ոչ թե նա կարիք ուներ дրա, Не потому, что он нуждался в այլ этом, Հիսուսը ուզում է տեսնի մարդ, но Иисус хочет видеть человека, որին ինքը сիրել է։ которого он полюбил. Նրա համար ամեն բան արել է։ Все сделал для него. Որոտությունից բժշկել է։ Исцелил от Մեղքերը ներել է։ прокажения его, грехи простил. Կապանքներից ազատել է։ Освободил от оков. Դռներ է բացել օրհնության։ Открыл двери благословения. Կյանք է տվել։ Дал жизнь. Ընտանիք է տվել։ Дал семью. Երեխաներ է տվել։ Дал Իր детей. տան մեջ է տեղավորել, Поставил его в своем доме, որպեսզի այդ մարդը чтобы этот человек իրան սեր տա։ дал ему любовь. Աստծո խոսքն ասում է։ Слово Божье говорит, Ոչ մեկի ոչ մի բան պարտական մեկ լինի, никому не будьте ни в чем должны, բացի սիրուց։ кроме любви. Եթե Աստված ասում է այդպես, Если Бог так говорит, ինքը առավել եւս սպասում է դա։ Он тем более этого Եվ ожидает. ես ինչ ասեցին Հիսուսին։ И что сказали Иисусу? Ասեցին, որն է ամենաբարձր պատվիրանը։ И говорят, какая наибольшая заповедь? Հիսուս էսա տեսնենք ինչ կասես դու։ Посмотрим, что Иисус ты скажешь. Փորձում են նրան Они գրվածա։ его испытывали, говорится. Էս պատվիրանը թե էս Это պատվիրանը։ заповедь или это? Այսօր մարդիկ նստած հաշվում են, էս մեկը էս պատվիրանը խախտեց, էս մեկը էս սխալ արեց։ Сегодня люди смотрят, говорят, вот этот эту заповедь нарушил, этот Իմիջայլոց эту նրանք ովքեր нарушил. ուրիշների սխալները հաշվում են, Между прочим, те, кто считают ошибки других, դրանք ինքնարդար մարդիկ են։ это люди, которые Նրանք самооправдываются. ովքեր Հիսուսի կարիք ունեն, Те, которые нуждаются в Иисусе, իրենք իրենց ոչ մեկի հանդեպ չեն արդարացնում։ они себя ни перед кем не оправдывают. Ավելի արդար չեն համարում։ Они не считают себя более Այլ праведными, ասում են, ես нежели Հիսուսի другие. կարիք ունեմ, Они говорят, я нуждаюсь в Иисусе, նա էլ Հիսուսի կարիքն и ունի։ он также нуждается в Иисусе. Գիտես, եւ դա ազատ կյանք է։ И это свободная жизнь. Ես զարմանում եմ, ոնց են մարդիկ իրանց կապում այդ մտքերով, որ ինչ որ մեկի քննեն։ Я удивлен, как люди себя связывают, чтобы кого-то судить, исследовать. Տեսնել ով է ճիշտ ով է սխալ։ Или выяснить, кто прав, кто нет. Սիրելես, միթե դա տանջանք չի։ Разве это не Կամ мучение? ումից եմ ես լավը, ումից եմ վատը։ Кого я лучше или хуже? Սիրելի պատանիներ, երիտասարդներ, դուք ամենալավն եք։ Возлюбленные подростки, молодежь, вы самые лучшие.
Ոչ մեկը քեզանից լավը չի։ Никто не лучше тебя. Ոչ մեկն է քեզանից վատը И չի։ никто не хуже тебя. Ամեն։ Аминь. Դա տանջանք է։ Это мучение. Բայց երբ որ дու Քրիստոսի արդարությունն ես Но ընդունում, когда ты одеваешься в праведность նրա Христа, կարիքն ունես, ты нуждаешься в դու այդ нем. ազատության մեջ Тогда ты в этой свободе գալիս ես նրան պաշտես, приходишь его почитать. գալիս ես նրան երկրպագես Приходишь ему поклоняться. եւ տեսնում ես, И ты видишь, եթե մեկը կարիքի մեջ է, если кто-то в нужде, ասում ես Տեր նա քո կարիքն ты է։ говоришь, Господь, Он нуждается в Ոչ թե тебе. ասում է, А не говорит, սա խիա եկեղեցի։ почему этот пришел в церковь? Ես տեսել եմ դες մարդիկ։ Или, а этот почему пришел? Я видел таких людей. Հավատացյալներ։ Верующие Մեկին տեսնում են ասում են, սա էս խիա եկեղեցի։ смотрят на кого-то, говорят, а этот почему пришел в церковь? Ուղղակի մոռացել են թե Հիսուսը իրանց համար ինչ է արել։ Просто забыли, что Иисус для них сделал. Հիսուսը բոլորին է ընդունում, Иисус всех принимает, որովհետև բոլորին է սիրում։ потому что Он всех любит. Ուզում եմ քեզ ասեմ, Хочу сказать тебе, ով շատ կսիրի Հիսուսին, кто больше будет любить Иисуса? նա, Тот, ով որ գիտակցում է, кто осознает, թե որքան մեղքեր է Հիսուսը իրան ներել։ насколько много грехов Иисус ему Եթե простил. մեկն ինքն իրանով արդար է, Если кто-то сам по себе ես праведен, տեսել եմ, որ այդպիսի մարդիկ Հիսուսին такие люди я видел, թեկուս հավատում են, даже если верят в Него, թեկուս տեսել են նրա բժշկությունը անգամ, даже если они видели Его исцеление, թեկուս տեսել են նրա գործերը, даже если видели Его дела, բայց նրան չեն սիրում։ они Его не любят. Նրանք չեն կարող անգամ շուրթերով ասել Հիսուս ես քեզ սիրում եմ։ Они даже не могут устами сказать, Иисус, я тебя люблю. Բայց նա որ ամեն օր գիտակցում է, Но тот, кто осознает каждый день, թե ինչ արել Հիսուսը իր կյանքի մեջ, что сделал Иисус в его жизни, նա ամեն օր ասում է. он каждый день говорит, Հիսուս ես քեզ սիրում եմ։ Иисус, я тебя люблю. Հիսուս ես քեզ սիրում եմ։ Иисус, я тебя люблю. Ես միայն քեզ եմ ուզում նայեմ։ Я только на тебя хочу смотреть. Միայն քեզ եմ ուզում հանձնվեմ։ Только тебе хочу отдаться. Ամենալավը քեզ համար եմ ուզում անեմ։ Самое лучшее хочу для тебя сделать. Եվ միայն քեզ եմ ուզում И երկրպագեմ։ только тебе я хочу Ու поклоняться. միայն քո ոտքերն եմ ուզում պաչեմ։ И только твои ноги я хочу целовать. Համբուրեմ միայն քո ձեռքերը, ոտքերը, И целовать только твои руки, твои ноги, գլուխդ։ твою голову. Ամեն։ Ամեն։ Аминь. Երբ որ Հիսուս այդ առակը պատմում էր, Когда Иисус рассказывал эту притчу, Սիմոնին ուզում էր ասի. Он хотел Симону сказать, Սիմոն, Симон, հիշիր, помни, երբ որ դու կարիքի մեջ ես, когда ты был в нужде, երբ որ դու կարիքի մեջ ես, когда ты был в нужде, ես քեզ այցելեցի։ я тебя посетил. Դրա համար Поэтому միայն երկրպագիր ինձ։ поклоняйся мне. Ինձ պետք չի քո կերակրելը։ Мне не нужно, что ты меня пытаешься Ինձ պետք угостить, չի որ дու ինչ որ մի բան անես ինձ համար։ чтобы ты что-то сделал для меня, Հյուրասիրես։ угощал. Ինձ պետք է որ дու ինձ սիրես։ Мне нужно, чтобы ты меня любил. Ուրիշ ոչ մի բան։ Больше ничего. Երբ որ սիրես, Если будешь любить, միայն կերկրպագեսից։ тогда будешь поклоняться. Եվ քո հայացքը միայն իմ վրա կլինի։ Потому что твой взгляд тогда будет на мне. Երբ որ ինձ սիրես, Если ты будешь меня любить, ոչ մի խառնաշփոթ խոսակցությունների մեջ չես լինի։ ты не будешь ни в каких сомнительных разговорах, Խառը, таких զապուտներ։ запутанных. Դու չես լինի ոչ մի քննադատության մեջ։ Ты не будешь ни в каких осуждениях. Դու կլինես իմ արդարության մեջ։ Ты будешь в моей праведности. Մարդ, որ միայն Հիսուսի կարիքն ունի։ Человек, который только в Иисусе нуждается. Մարդ, որ իր ամբողջ կյանքով երկրպագում է Տիրոջ։ Человек, который всей своей жизнью поклоняется. Ամեն։ Ամեն։ Այսօր ես ու դու սիրելիս Сегодня я и ты, возлюбленные, լինենք մարդ, будем людьми, որ միշտ իր աչքի առաջին ունի, թե Հիսուսը ինչ էր արել իր համար։ которые всегда они имеют пред собою то, что сделал Иисус. Գիտեք, մարդը երբ է Աստծուն կպնում եւ բռնվում նրանից, Когда человек, он держится за Иисуса, երբ որ նա կարիք ունի Հիսուսի այսօր էլ։ когда он нуждается в Иисусе, Պետք չի սпасել կարիք գա, не нужно ждать, чтобы пришла эта որ нужда. նոր Հիսուսի կարիքը ունենանք։ Все нуждаются в Иисусе. Մենք եղել ենք կարիքի մեջ։ Мы были в этой нужде. Դու եղել ես ինչ-որ դժվարության մեջ։ Ты был в каких-то трудностях. Աստված քեզ ազատել է։ Бог тебя освободил. Այսօր Сегодня միայն երկրպագի նրան։ только поклоняйся Ему. Արա նրա համար ամենալավը Делай для Него самое лучшее. եւ ամենակարևորը։ И самое главное, Քո ամբողջ սրտով,
всем своим сердцем. Սիրիր նրան սիրելիս։ Люби его, Այդ возлюбленный. ժամանակ դու կտեսնես И тогда ты увидишь, դու ուրիշներին ավելի բարձր ես համարելու, քան քեզ։ ты других будешь считать выше себя. Դու համարելու ես, Ты будешь считать, որ ուրիշները ավելի լավն են։ что другие, они лучше. Անկամ դու իրանցից ինչ որ բաներում лавն ես, Даже если ты в чем-то лучше других, միևնույնն է նրանց համարելու ես ավելի լավը։ но ты все равно их будешь считать лучше. Եվ ցանկանալու ես, որ նրանք ավելի լավը լինեն։ И будешь желать, чтобы они были лучше. Գիտես ես տեստ եմ տալիս քեզ հիմա։ Я даю тебе сейчас тест. Եկեք մեր մեջ միշտ լինի այդ տեստը, И пусть этот тест будет в нас, որ հանկարծ մեզ ինչ որ մեկից ավելի բարձր չհամարեն։ чтобы мы себя не считали выше других. Եվ մեզ ուրիշից ավելի շատ չուզենանք ցուցադրենք։ И чтобы мы не хотели себя показывать более, нежели другие. Մեզ ուրիշից ավելի հոգևոր չհամարենք, Чтобы мы себя более духовными не считали. ավելի լավ հավատացյալ չհամարենք, Лучшими, более верующими. ավելի лավ աղոթող չհամարենք։ Լучшими молитвенниками. Մեր ընտանիքները ուրիշների ընտանիքներից ավելի լավը չհամարենք։ Чтобы мы свои семьи не считали лучше других семей. Այո, քեզ համար թող քո ընտանիքը ամենալավը լինի, Да, для тебя пусть твоя семья будет самая բայց лучшая. ոչ թե ուրիշների համեմատ։ Но не по отношению к другим. Ամեն։ 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 Թող քո երեխաները քո համար ամենաբարձրը լինեն։ Пусть սիրելիս։ твои дети будут для тебя самыми высокими. Ամեն, թող այդպես է լինի։ Да, пусть будет так. Բայց ոչ ուրիշների Но не երեխաների по համեմատ։ отношению к другим детям. Թող դու լինես ամենալավ ծառայողը, Пусть будешь ты самым лучшим служителем, ամենալավ նվագողը, самым лучшим музыкантом, ամենալավ երգողը, самым лучшим певцом, ամենալավ քարոզողը, самым лучшим проповедником, բայց ոչ թե ուրիշների համեմատ։ но не по отношению к другим. Ամեն։ Аминь. Ամեն։ Հիշիր, թե ով է քեզ բարձրացրել։ Помни, кто тебя поднял. Հիշիր, թե ով է քեզ համար հրաշքներ Помни, արել։ кто для тебя сотворил Ես чудеса. չեմ ասում։ И не говорю, Եթե Աստված քեզ բժշկել է, если Бог тебя եթե исцелил, քեզ Աստված փոսից հանել է, если Бог тебя вытащил Եթե- из рва, եթե из դու ямы, գիտես, որ Աստված քո մեղքերը ներել է, и если ты знаешь, что Бог твои грехи простил, քանիսս գիտենք, որ Հիսուսը մեր мեղքերը ներել է։ сколько из нас знает, что Иисус наши грехи Գիտես простил? միայն ով չի իմանում, որ ներել է, ով մտածում է, որ ինքը մեղք չունի։ Знаете, кто не понимает того, что прощено, тот, кто не знает, что у него есть Ոնց грехи. որ մի պապիկ ասեց, «Այ բալաջան, ես մեղք չեմ գործել»։ Как один дедушка сказал, сынок, я не грешил. Էն էլ ինչքան են գործել։ А если бы знали, сколько грешили. Ես սկսած ինձանից, Начиная с меня. բայց Հիսուսը մեզ ներել է, Но Иисус нас простил. մաքրել է մեզ։ Очистил нас. Ես լավ մտածելակերպ ունեմ։ У меня хорошее мышление. Ես միշտ էլ լավ դաստիարակված եմ եղել։ Я всегда был хорошо воспитан. Հայերեն կասեի հիմա։ Я бы сказал бы, Ղալաթ է սարը։ зря ты Նթարքմանի։ так думаешь. Ինչ որ ունենք, դա Հիսուսն է տվել մեզ։ То, что мы имеем, это Иисус нам Ով է дал. որ կանք Հիսուսն է մեզ դարձրել։ Кто мы есть, это Иисус нас такими сделал. Ամեն։ Ամեն։ Դրա համար էլ Поэтому- ով որ Հիսուսի կարիք ունի, Кто нуждается в Иисусе, նրա խոսքի կարիքն ունի, он нуждается в Слове նրան երկրպագելու կարիք и в ունի։ поклонении Ему. Եվ այսօր И սիրելի, сегодня, այս возлюбленные, ամեն ինչը խոսում եմ, все это я говорю, ավելի շատ սիրենք Հիսուսին, чтобы мы больше любили Иисуса, ավելի շատ հիշելով նրա արած գործերը, вспоминая дела, которые Он сделал. բայց նաև ուզում եմ Но ասել, также хочу сказать, սկսիր ավելի շատ երկրպագել նրան начни սիրելիս, больше Ему ու поклоняться, դու կտեսնես, и ты որ увидишь, նա էլ ավելին է անելու։ Он больше будет делать. Նշանակություն չունի ինչ մեղքերի մեջ ես եղել։ И не важно, в каких грехах ты был, Նշանակություն չունի ինչ սխալներ ունես հենց не հիմա։ важно, какие у тебя ошибки сейчас. Երկրպագի նրան սիրելիս։ Поклонись Ему. Նրա համար փորձիր ամենալավը անես։ Пытайся для Него сделать самое лучшее. Ուղղակի հասկացի, որ դու նրա կարիքը ունես։ Просто пойми, что ты нуждаешься Ու в դու Нем. կտեսնես, И ты որ увидишь, նա էլ ավելին է անելու։ что Он будет больше Եվ делать. ոչ թե մենք դրա պատճառով ենք նրա И не հետևից по этой գնում։ причине мы за Ним Ես այսօր следуем. խոսեցի դրա մասին, Сегодня я говорил об этом, որ նա անում է, что Он делает, որովհետև մեր հայրն է։ потому что Он наш Отец. Բայց մենք Но мы դրանով ավելի շատ ենք նրան սիրում, тем самым Его больше любим, ոչ թե մոռանում ենք։ а не забываем. Ամեն։